Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. կարելի էր կարծել, թե Հայաստանում որևէ խնդիր չկա եւ պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ զբաղվելու բան են գտել։ Ժողովուրդը հայտնում է, Նիկոլ Փաշինյանը չի խաղաղվելու, կամ կստիպեն կաթողիկոսին հրաժարվել հեռանալ, կամ կփորձեն նրան պարկեցնել ասֆալտին ու տանել։ Փաստը հաղորդում է, Փաշինյանն իր աթոռը պահելու համար դեռ շատ ձերբակալությունների հրահանգներ կտա։ Հրապարակը գրում է. Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով ջրել թեման։ Ժողովուրդը գրում է. այսօր լրանում է վերջնաժամկետը եւ պարզ կլինի դատավոր Արմեն Դանիելյանը կկարճի Սամվել Կարապետյանի վերաբերյալ բողոքի գործը, թե այլ գործընթաց է պլանավորել քաղաքական իշխանությունը։ Փաստը նշում է հենց ԿՊՆ դուրս եկել երկրի հայ ժողովրդի ազգային արժեքների դեմ։ Հրապարակը գրում է. Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ կառավարությունը Սյունիքում դպրոց է փակում։ Փաստը փոխանցում է ԱՄՆ պետդեպարտամենտը լուր է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է Սարգսովի գործերով, երբ սեփականություն է խլում։ Հրապարակը գրում է, որ քպականներին ասվել է առաջիկայում չբացակայել երկրից։ Ժողովուրդը տեղեկացնում է, որ կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել։